Մխիթարյան, մենք ուղիղ եթերում ենք նախ ձեր դիտարկումները տեղի ունեցածի հետ կապված եւ ձեզ Ինչ չեմ բերման ենթարկել։ Այո, մյուս Ռուբեն Մխիթարյանն եմ բերման ենթարկել, մեր ձևով շարժման ներկայացին կամ բազմաթիվ բերման ենթարկվածներ, իդեպ բերման ենթարկվածների մեծամասնությունը բերման են ենթարկվել այն ժամանակ, երբ որ գործողությունը որպես այդպիսին արդեն ավարտվել էր։ Ըստ այդմ այս ամեն ինչը ոչ այլ ինչ է, քան վախի տարածում, փորձել մարդկանց էմոցիոնալ կոտրել, վախեցնել, ամեն դեպքում ցույց տալ ոստիկանական բռի ուժ, ոստիկանապետության ներկայությունը իրենց կյանքում եւ ոչ ավելին։ Պարոն Մխիթարյան, տեսանք, որ բազմաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացվում առավոտվանից Գյումրիում։ Ըստ ձեզ իշխանությունը կանխատեսել էր, որ գյումրեցիները այսպես ոտքի են կանգնելու։ Տեսեք, իրենց կանխատեսումների մասին կամ իրենց պատկերացումների մասին 7 տարի է մենք խոսում ենք, մենք տեսնում ենք հետևյալը։ Այն ինչ որ իշխանությունը իր դիմաց, այն առաջադրանքը, որը իր դիմաց դնում է, նա ամեն դեպքում կարողանում է կատարել, եւ այն գործիքակազմը, որով օգտվում է ընդդիմությունը կամ ընդդիմության առանձին ներկայացուցիչներ, 7 տարի իրեն չի արտահայտել։ Ըստ այդմ, եթե հակակոռուպցիոնի խնդիր կար, ես չեմ կարծում, որ քաղաքապետին եթե ծանուցեին, ինքը ինքնուրույն չէր ներկայանա։ Ամեն դեպքում մի քանի գործով, երբ կանչում են, ինքը ներկայանում է։ Հիմա այս տեսարանների ցուցադրությունը, սա իրականում գյումրեցիների վրա մարդ բերել էր։ Սա իրականում գյումրեցիներին վախեցնելու գործիքակազմ ունի իր մեջը եւ հիմա օրինակ այստեղ Կումայրի բաժնում բերման են ենթարկվել 17 տարեկան, 18 տարեկան տղաների ունեցած ինֆորմացիայով, դա ոչ այլ ինչ է, քան մարդկանց մոտ վախի տարածման փորձ, բայց վստահ եմ, որ գյումրեցիներին այդ ամեն ինչով վախեցնել հնարավոր չի, տեսակ ինչքան մարդ էր հավաքվել հրապարակում, անկախ են ամեն ինչից, որ քաղաքապետը ինքը որոշեց, որ պետք է գնա, բայց ելի եմ ասում, եթե հակակոռուպցիոն խնդիր կար, ապա կարող են ծանուցեին, վստահ եմ, իր փաստաբաններով կներկայանար։ Այս ամեն ինչը մի նպատակ ուներ, տեսարան ապահովել, էլի հերթական անգամ սեփական թիմում ցույց տալ, որ տեսեք ես ուժեղ եմ, ես պետք լինի ամբողջ ոստիկանական ուժերը կտեղափոխեմ Գյումրի, պետք լինի ծեծելով էլ, ջարդելով էլ, ապակիներն կոտրելով էլ, մարդկանց աղաբեկելով, կանանց քաշ քշելով։ Հիմա օրինակ Մխիթարյան Ռուբենին բերել են մենակ մի բանի համար, որ հրապարակում մարդն սկսեց ծեծել, մոտեցել է, ասել է ինչի եք ծեծում։ Իրեն էլ դրա համար են բերման ենթարկել։ Այսինքն, այստեղ արդեն էլ էական չի դու այդ բային հրապարակում կանգնած ինչ ես արել։ Էական է, որ դու ինչ որ մի բանի հետ համաձայն չես եղել։ Սա պարոն Մխիթարյան, արդյոք նաև մեսիջ չէ սպասվող Էջմիածնում սպասվող ընտրությունների հետ կապված, որ ցանկացած ընդդիմադիր պայքար, որը օրինակ կտարվի Մեխակյանի նկատմամբ, քրեական հետապնդումների կենթարկվի։ Ցանկացած բան արվում է սեփական տեխնացուին ֆորա տալու համար։ Ցանկացած բան արվում է սեփական падգամավորներին ազգային ժողովի նիստերում ֆորա տալու համար։ Ցանկացած բան իշխանության կողմից արվում է սեփական վախերը քողարկելու համար, որովհետև իրենք էլ տարատեսակ հարցումներ են ստանում, իրենք էլ տարատեսակ խոսույթներ են լսում սովորական հասարակ ժողովրդի կողմից եւ իրենց օգոստոսի 8 այդ թղթի կտորին փաստ է, որ բնակչության մեծամասնությունը չի հավատում ու լուրջ չի ընդունում իրենց ստորագրած ոչ մի բան։ Քաղաքացիներից մի քանիսը մեծ այդ զրույցում ասացին, որ նույնիսկ ոստիկանները հարվածել են մի քանի քաղաքացիների, հիմա հիվանդանոցում են, սրա հետ կապված որևէ տեղեկատվություն ունեք։ Հիվանդանոցի հետ կապված տեղեկություն չունեմ, անկեղծ ասած, բայց ձեր հրապարակած նյութերի մեջ հստակ երևում է, թե ինչպիսի բիրտ ուժեր ոստիկանությունը կիրառում սովորական քաղաքացիների եւ կանանց եւ տարեց մարդկանց հանդեպ, այնպես որ ինչ կապված է հիվանդանոցների հետ անկեղծ տեղեկություն չունեմ, բայց չեմ բացառում, մարդը հիմա այն տեսակի հարվածներ էին հասցնում, որ կարող է մարդը վնասված լինի։ Պարոն Մխիթարյան, առջևում խորհրդարանական ընտրություններ են, մի քանի ամիս է մնացել, քաղաքացիական պայմանագիրը հայտարարում է, որ նորից իշխանությունն է դառնալու։ Իրավիճակը, եթե այսպես շարունակվի, ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Ես նախորդ անգամ էլ երբ Սամվել Կարապետյանի դատն էր,
ասեցի, որ ամեն ինչ կարող է եւ ընտրությունների չհասնել, կարող է ներքին այնպիսի պայթյուն տեղի ունենալ, որից իդեպ ամենաշատն է սարսափում այս իշխանությունը, որովհետեւ ընտրությունները, ինչքանով էլ որ դա տարօրինակ թվա, իրենց համար ամենացանկալի կոնֆիգուրացիան է, որովհետեւ ընտրություններում իրենց ունեցած բոլոր վարչական լծակներն ու գործիքակազմերը լի օգտագործելու են, իսկ ոչ իրենց տնօրինման տակ կամ ոչ իրենց ազդեցության գոտում գտնվող ներքին պայթյունը իր հետ կարող է բերել ցանկացած անկանխատեսելի հետևանք։ Եվ մեր ճշտող հարցեր, պարոն Մխիթարյան, Վանաձորում իշխանություններին այսպես ասած հաջողվեց հեռացնել ընտրված քաղաքապետին, Գյումրիում իրենց սա կհաջողվի հեռացնել Վարդան Ղուկասյանին։ Իդեպ կներեք, քաղաքացիները նշում են, որ Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է, ուզում է իր մարդուն բերել, ճակերտավոր, նշում էին, որ այդ մարդն էլ Սարիկ Մինասյանն է։ Դե հիմա Սարիկ Մինասյանը իրենց ցուցակի առաջի համարն է, ենթադրվում է, որ եթե իշխանությունը նման գործիքակազմով մտել է Գյումրիի քաղաքապետարան, ապա այն վերջին կետում, B կետում ինքը տեսնում է, որ պիտի ինչ որ մի մոդիֆիկացիայով ունենա հնարավորություն, տեսեք, ընտրելով, այսինքն ավագանու ընտրությամբ Սարիկ Մինասյանը չէ քաղաքացիական պայմանագրի 14 ավագանիների ցանկացածնել չի դառնալու քաղաքապետ, եթե ավագանու ընտրությանը մնա։ Այսինքն իրենք փորձելու են ստեղծել մի իրավիճակ, որ օրինակ, չգիտեմ, փորձեն կալանավորեն 3 հոգի, որպեսզի ավագանին ընդդիմադիր կամ չեզոկանցնեն, լավ չասեմ կալանավորեն, չեզոկանցնեն 3 ավագանի ընդդիմադիրներից, որպեսզի ընդդիմադիր ավագանիների քանակությունը չբավարարի քվորումով ավագանու նիստ անցկացնելու եւ այդ դեպքում ավանդույթի համաձայն ինչն է ամենաշատը սիրում Նիկոլ Փաշինյանը, ԺՊ տառերը, ժամանակավոր պաշտոնակատար նշանակի մինչև հունիս ամիսը եւ այդ ԺՊ-ն փորձի վերականգնել այն ամբողջ վարչական ռեսուրսը, որը ըստ Նիկոլ Փաշինյանի ինքը արդեն կորցրել է։ Հնարավոր է այդ 3 ընդդիմադիրներից մեկը Չեմ կարծում, գիտեք, ես վերջերս այնպես է ստացվել, որ ում բռնում են այդ իր պորտֆոլիոյի մեջ մի հատ մեծ բան է, էլի պսիչկա է։ Հիմա ես մեր Ռուբենին Մխիթարյան շնորհավորել եմ, ասում եմ քո առաջինը ինձ օրինակ ինձ էլ մի անգամ բերման են ենթարկել մի 5 տարի առաջ, երբ որ Շիրակի մարզպետարանի դեմը ակցիա էինք մենք իրականացնում, եւ հենց ծիծաղելի ակտի գործով էլ մինչեւ դատի հասավ այդ ամեն ինչը, այնպես որ բոլորիս համար սովորական բան է։ Կբռնեն, չեմ բռնի։ Դրանով իրենք ոչ ավելի լավն են դառնալու, ոչ գեր ավելի վատը, սրանից վատ ուղղակի ես իշխանությանը պատկերացնել հնարավոր չի։ Ներկայացուցիչները անդրադառնալով Վարդան Ղուկասյանին վերագրվող արարքին, մեղսագրվող արարքին, նախ Ռուբեն Ռուբինյանն էր նշել, տեսնենք թե ով առաջինը քաղբանտարկյալ կանվանի կոռուպցիոներ սրիկային, արդեն իսկ վճիռ կայացնելով, քանի որ դեռևս նախաքննության փուլում է եւ դատարանն էլ որոշում չի կայացրել, այլ ԿՊԱ-ականներ էլ նշում են, ովքեր որ պաշտպանում են Վարդան Ղուկասյանին, պարզապես իրենց աշխարհընկալումները խեղված են։ Տեսեք, Գարոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության բոլոր ներկայացուցիչները իրենց առանձին մետա իրականությունում են ապրում։ Այդ մետա իրականությունում գործում է Facebook-յան արտարադատությունը։ Հիմա լավ է դուք եք ասում, Վարդան Ղուկասյանին դեռ Երևան էլ չեն հասցրել ճանապարհին է, իրենք արդեն վճիռներ են կարտում, դատապարտում են, ասում են ով Վարդան Ղուկասյանին պաշտպանի կամ չպաշտպանի, Վարդան Ղուկասյանին դեպ ոչ մեկ չի պաշտպանում։ Մարդիկ պաշտպանում են ավագանու ինստիտուտը։ Մարդիկ դուրս են եկել, ասում են, եթե մենք ընտրել ենք այս ավագանին էլ ընտրել է այս քաղաքապետը, ուղիղ ընտրությամբ քաղաքապետը նույն ձև ընտրվում է, ինչպես օրինակ երկրի վարչապետը, ենթադրենք։ Եթե այս ձև ընտրվել է, մենք պաշտպանում ենք այդ ինստիտուտը։ Հիմա իրենց պարագայում, իրենք ասում են մենք բանի դեմ չենք պայքարում, մենք կաթողիկոսի դեմ չենք պայքարում, մենք հանուն ինստիտուտի ենք անում, իսկ Վարդան Ղուկասյանի պարագայում պարզվում է, որ կոռուպցիոներ, սկանդալիստ, չգիտեմ, քրեական ենթամշակույթի կրող 7 տարվա ընթացքում իրանք հնարավորություն ունեն, ես կարծեմ մինչև 10-10-ից ավելի քրեական գործով անցնում է պարոն Ղուկասյանը։ Այն 7 տարվա ընթացքում իրենք հնարավորություն ունեն ամեն ինչ անելու։ Հիմա ինչի հենց այս բան, երբ որ ընտրություններին մնացել է շատ քիչ ժամանակ, ինչի հենց այս բան, երբ որ Գյումրին ընդդիմադիր, կոպիտ ասած, քաղաքապետ ունի
Ինչի հենց այս պահին, երբ որ փառակյարում եղավ այդ դաժան դեպքը, ամեն ինչ արվում է մենակ մի բանի համար, որպեսզի ցույց տան, որ իրենք ոչ մի բանի արժև չեն կանգնելու վերարտադրվելու համար։ Պարոն Մխիթարյան, քաղաքացիներից նաև նշեցին, որ սպասում են երկու փոխքաղաքապետների որոշմանը հասկանալու, թե այսօր ինչ են անելու, տեղյակ եք, արդեն կա որոշում, ինչ է սպասվում։ Ես որքան գիտեմ, պարոն Առաքելյանը Երևան է շարժվել, այսինքն չգիտեմ ինչի մասին է խոսքը, որ դուք ասում եք, որովհետև իմ տեղեկություններով պարոն Առաքելյանը Երևան է գնացել, մենք իհարկե իրենց հետ կապի մեջ լինելու ենք, անպայման խոսելու ենք, բայց կարծում եմ այս պահին թե կոմունիստական կուսակցության ֆրակցիայի ներկայացուցիչները, թե երկու փոխքաղաքապետերը կարծում եմ Երևանում են հակակոռուպցիոն դատարանի մոտ երևի կսպասեն այդ կոմիտեի ներկայացուցիչ։ Պարոն Մխիթարյան, դուք որքանով եք իրատեսական, ինչպես նաև ճիշտ համարում Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելը, քանի որ նաև սոցիալական ցանցերում քննարկում են, որ հիմա եթե հենց հիմա նշանակվի ընտրությունները, կրկին Վարդան Ղուկասյանն է ընտրվելու կամ ընդդիմադիր ցանկացած մեկը, բայց ոչ ՔՊ-ն։ Կարծում եմ, որ դա այդպես կլինի, եթե լինեն ընտրություններ, բայց Մերի ջան, Նիկոլ Փաշինյանի երկրում, Նիկոլ Փաշինյանի 4-րդ հանրապետությունում ոչ մի բան բացառել պետք չի։ Այսինքն 7 տարի առաջ եթե ինչ-որ մեկը մեզ բոլորիս ասեր, որ Արցախը լինելու է հայ մի ղեկավար, որը Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում, մենք ուղղակի կծիծաղենք, կասենք, այս մարդը ցնդվել է, գժվել է, էլի, այնպես որ ամեն ինչ հնարավոր է, ուղղակի ես կարծում եմ, որ Գյումրիի ընդդիմադիր ֆրակցիաները այսօրվանից սկսած կոնսուլտացիաների մեջ պիտի լինեն, կապը պիտի պահեն Վարդան Ղուկասյանի ֆրակցիայի հետ, որպեսզի հասկանանք մեր հետագա գործողությունների քայլերը, ավագանու հաջորդ նիստը նոյեմբերին է, այնպես որ դեռ ժամանակ կա վերադասավորվելու, այստեղ էլի եմ ասում, պետք է ուղղակի ուշադիր լինել, եթե իրենք կարողանան, չգիտեմ, բռնաճնշումներով, քրեական գործեր հարուցելով փորձեն չեզոքացնեն 2 կամ 3 ավագանու ներկայացուցիչների, այդտեղ արդեն խնդիր կունենանք։ Եվ նաև քաղաքացիները այսպիսի կարծիք էին արտահայտում, որ Նիկոլ Փաշինյանը եթե իր հեղափոխությունը սկսեց Գյումրիից, ապա առաջիկայում այն կավարտվի Գյումրիում։ Սա որքանով է իրատեսական այս պահին։ Ես մեր ժողովրդին ցանկանում եմ, որ այդպես էլ լինի։ Շնորհակալություն։